Արտեկ քրեակատարողական հիմնարկում բացվեց Եվրոդռների և պատուհանների պատրաստման ուսումնաարտադրական տարածք, որը կնպաստի դատապարտյալների հմտությունների զարգացմանը և հետագա վերասոցիալականացմանը։ And for doing this together? Yeah, and this was one important item for your side, yeah. Սա հերթական քայլն է քրեակատարողական համակարգում պատժողականից դեպի վերասոցիալականացման մոտեցման անցման ճանապարհին։ Կենտրոնում դատապարտյալները կսովորեն Եվրոդռների և պատուհանների պատրաստման հմտություններ մասնագիտական դասընթացների միջոցով, իսկ հետագայում հնարավորություն կունենան աշխատել արդեն իրական արտադրական միջավայրում։ Ծրագիրը կյանքի է կոչվել Հայաստանի Հանրապետության արտարադատության նախարարության և Եվրոպայի խորհրդի համագործակցությամբ։ Հայաստանի Հանրապետության արտարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը շեշտեց նման կենտրոնների ստեղծումը համակարգում կարևոր ձեռքբերում է։ Ձեռքբերումներից է հանդիսանում քրեակատարողական հիմնարկներում ուսումնաարտադրական տարածքների հիմնումը, որը նպաստում է դատապարտյալների զբաղվածության ապահովմանը, նրանց մասնագիտական հմտությունների զարգացմանը և հետագա սոցիալական ինտեգրման հնարավորությունների ընդլայնմանը։ Եվրոպայի խորհրդի ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխը նախաձեռնությունը բնութագրեց որպես ներդրում մարդկանց և ապագայի մեջ։ Նա ընդգծեց, որ գործնական հմտությունների փոխանցումը առանցքային է վերաինտեգրման համար և նպաստում է ավելի դիմակայուն համայնքների ձևավորմանը։ Ազատությունից զրկված անձանց գործնական հմտություններ ձեռք բերելու իրական հնարավորություններով ապահովելը կարևոր նշանակություն ունի նրանց վերաինտեգրման և վերասոցիալականացման գործընթացում։ Այդ պատճառով է առանձնահատուկ կարևոր այսօր բացվող արհեստագործական կենտրոնը, որը նաև նպաստում է ավելի կայուն և դիմակայուն համայնքների ձևավորմանը։ Եթե նախկինում գերակշռում էր պատժողական տրամաբանությունն, ապա այսօր առաջնահերթությունը վերասոցիալականացումն է, հատկապես կարևոր է նաև մտածողության փոփոխությունը թե աշխատակիցների, թե դատապարտյալների շրջանում, քանի որ տարիներ շարունակ քրեակատարողականների պատերի ներսում աշխատանքը չի դիտարկվել որպես արժեք, նկատում է քրեակատարողական ծառայության պետ Զովինար Թադևոսյանը։ Երբ Եվրոպայի խորհրդի հետ խոսում էինք մեր կարիքների մասին, մենք երկուստեք եկանք այն գիտակցման, որ աշխատանքի հնարավորություն ստեղծելը հաջորդ մարտահրավերն է և հաջորդ ամենակարևոր կարիքը համակարգի համար։ Եվ սա այս ուսումնաարտադրական տարածքը և մյուս ուսումնաարտադրական տարածքները եկել են հեղափոխելու համակարգում մտածողությունը։ Նախաձեռնությունն ունի շարունակական բնույթ։ Հայաստանում գործող 9 քրեակատարողական հիմնարկներից արդեն 3-ում գործում են նմանատիպ կենտրոններ։ Նախորդ տարիներին Սևան քրեակատարողական հիմնարկում բացվել է կահույքագործության արհեստանոց, իսկ Վանաձոր քրեակատարողական հիմնարկում զոդման արտադրամաս։ Քրեակատարողական ծառայությունը շահույթ չհետապնդող մարմին է։ Մենք չենք կարող իրականացնել դրա այսպես ասած վաճառ, բայց կարող ենք օգտագործել մեր ներքին կարիքների համար եւ արդեն 2025 թվականից եւ Սևան քրեակատարողական հիմնարկում կահույքի ուսումնաարտադրական տարածքը մենք ունեցանք, արդեն ստեղծված գույքը մնացած քրեակատարողական հիմնարկներին բաժանվել են։ Մենք այս արտադրությունների տեսակները ընտրել ենք ոչ միայն ազատությունից զրկված անձանց ուղղակի ցանկությունից ելնելով, այլ նաև իրականացնելով կարիքների գնահատում։ Այստեղ կարևոր է ոչ միայն իրենց ցանկությունը, այլ կարևոր է թե այդ ուսումնական process-ը ինչքան կտևի, ինչքանով է հարմար քրեակատարողական համակարգի համար։ Այնուհետև այդ ուսումնական process-ը ինչքանով հնարավորություն կտա ազատությունից զրկված անձին հետագայում հեշտությամբ աշխատանք գտնելու կամ բարձր վարձատրվող աշխատանք գտնելու, այսինքն այդ կոնկրետ այդ արտադրանքի տեսակը ինչքանով պահանջարկ ունի արդեն քաղաքացիական սովորական կյանքում։ Արտիկում ուսուցումը կսկսվի արդեն մայիսից։ Առաջին խմբում ընդգրկված է 12 դատապարտյալ, իսկ մինչև տարվա վերջ նախատեսվում է ձևավորել ևս 2 խումբ։ Բոլոր դատապարտյալները կարող են այս աշխատանքներում ներգրավել, իհարկե այս աշխատանքներում միայն դատապարտյալների ցանկությունը չէ էականը, այլ նաև, ինչպես արդեն նշեցի, այն կարիքները, որը որ համապատասխան մասնագետները կգնահատեն եւ ազատությունից զրկված անձի հնարավորությունները նաև այստեղ կգնահատվեն։ Իրավական կրթության եւ վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն փողակի տնօրեն Գևորգ Սիմոնյանն նշեց, որ կրթական ծրագրերը տարեցտարի ընդլայնվում են։ Արդեն 25-26 թվականներին մենք ակադեմիական ժամը ավելացրել ենք մինչև 7200-ը եւ արդեն 25 թվականին ունեցել ենք 256 դատապարտյալ, որոնք մասնակցել են մեր ծրագրերին եւ 26 թվականին կանխատեսում ենք, որ այդ թիվը կհասնի 300-ի։ Եվրոպայի խորհրդի ծրագրերի շրջանակում իրականացվող նախաձեռնությունները, այդ թվում քրեակատարողական համակարգում ուսումնաարտադրական կենտրոնների ստեղծումը, ուղղված են ոչ միայն մասնագիտական հմտությունների զարգացմանն, այլև լայնածավալ համակարգային բարեփոխումների խթանմանը։
Քրեակատարողական հիմնարկներում գտնվող կամ պատիժ կրող անձինք մարդիկ են եւ հետեւաբար անհրաժեշտ է ապահովել նրանց մարդու իրավունքների պաշտպանությունն ու առողջության պահպանումը։ Եթե նրանք առողջ են եւ ստանում են համապատասխան աջակցություն, ապա ազատ արձակվելուց հետո ավելի հեշտ են վերաինտեգրվում հասարակություն, ինչն իր հերթին դրական ազդեցություն է ունենում նաեւ համայնքի վրա։ Իսկ արդեն հաջորդ գործողությունների ծրագիրը կմեկնարկի 2027 թվականից։ Armenia is a member state of the Council of Հայաստանի Հանրապետությունն արդեն շուրջ 30 տարի հանդիսանում է Եվրոպայի խորհրդի անդամ պետություն եւ այդ շրջանակում ստանձնել է մի շարք պարտավորություններ, այդ թվում մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի իրագործումը։ Այդ պարտավորությունների իրականացման մեխանիզմներից մեկն օրինակ խոշտանգումների կանխարգելման կոմիտեն է, որը ուսումնասիրում է քրեակատարողական հիմնարկներում կացարանային եւ այլ պայմանները, ապա ներկայացնում համապատասխան առաջարկություններ։ Հայաստանի Հանրապետությունը իր հերթին պետք է իրականացնի այդ առաջարկները նպաստելով դատապարտյալների իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացմանը։ Սա է համագործակցության հիմքում ընկած տրամաբանությունը, որով Եվրոպայի խորհուրդը աշխատում է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում, այդ թվում արդարադատության համակարգում։ Քրեակատարողական ծառայության տվյալներով վերջին տարիներին համակարգում զգալիորեն ընդլայնվել են վերասոցիալականացման եւ կրթական ծրագրերը։ Միայն նախորդ տարվա ընթացքում իրականացվել է ավելի քան 500 մշակութային եւ կրթական միջոցառում, ինչը համեմատաբար կրկնակի աճ է նախորդ տարիների ցուցանիշների նկատմամբ։ Նշենք նաեւ, որ արդեն քրեակատարողական հիմնարկում այժմ կան 310 ազատությունից զրկված անձինք, նրանցից շուրջ 70-ը կալանավորված են։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։